թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք եփող թափողները։ Հիշեք, եթե ընթրիքի գումարը դուք չեք տվել, ուրեմն նա չի պարունակում կալորիաներ։ Եթերում եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Ահա եւ վերջապես մենք եւ սա եփող թափողներն են այսօրվա գլխավոր հերոսները, ուրեմն Սերո Այվազյան, Ռամենթենի սու շեֆը, ճիշտ եմ ասում ամեն ինչ։ Այո։ Եվ Էլեն Արսենովնա Սաֆարյան, դերասանուհի, երգչուհի, գեղեցկուհի, տաղանդուհի, հայուհի, բարև ձեզ նախ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Հրաշալի։ Լավ եք։ Այսօր գեղեցկու համար ուտեստ եք պատրաստելու։ Սերո, պատրաստ եք։ Այո։ Սխրանքների։ Էլեն, ինչ որ բաներ կա, որ չեք ուտում, ներմայնանում եք։ Սոխ։ Սոխ։ Վերջ։ Բացարձակ, ոչ կանաչ, ոչ գլուխ սոխ, ոչ կարմիր սոխ, Դե եթե ոչ օրինակ հարուստների համար են սոխերը, որ կա երկար։ Լուկ բարեյ։ Լուկ բարեյ, այո, լուկ բարեյ։ Մեսրո պաշտոց չգիտեր դրա անունը, ինչպես է։ Սուխ պորեյ։ Սոխ պորեյ, դրանց է չեք ուտում։ Եթե լավ տապակած է ուտեստի մեջ։ Եթե չեք իմանում, որ սոխ կա ուտում։ Եթե համը ուժեղ չի։ Այսինքն Չէ, տենց չէ։ խնձորի պես չեք ուտում սոխ, հասկացա։ Ես չեմ ուտում, Սերո դուք ուտում եք խնձորի պես սոխ։ Սիրում եք։ Իհարկե։ Բայց այսօր չի կերես։ Այսօր չէ։ Այսօր չէ։ Վաղ, օրը վաղն է։ Կիրակի օրերն է։ Կիրակի առավոտյան Սերո զարթնում է, միան սոխ ուտում ու ասնում է գործել։ Սոխ ընդհանրապես չեմ սիրում եւ նախընտրում եմ, որ այնպիսի չափաբաժնով լինի ուտեստի մեջ, որ չզգացվի շատ համը ու չխանգարի։ Դե լավ, իսկ ինչ ուտեստ եք պատրաստելու այսօր Էլենի համար։ Պատրաստելու ենք ուդոն տավարի մսով եւ բանջարեղենով, ճապոնական ոճով։ Կծու քաղցր, ծերյակի ոգ սոուսով, մեր Հրաշալի է հնչում։ շեֆ խոհարարի կողմից պատրաստված սոուսով։ Սկայ երկար էր առնը, սոխ բար չկար մեջը։ Մազար, առանց սոխ, հատուկ քո համար։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյանից այստեղ կհայտնվի այն ամենը, ինչից Սերոպը կպատրաստի համեղ ուտեստ, համեղ Էլենի համար։ Ինչու՞ ոչ։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Ահա եւ մենք վերադարձանք եւ արդեն սեղանին կա այն ամենը, ինչ պետք է ուտեստը պատրաստելու համար։ Դդմիկ, սմբուկ, գազար, կանաչի, միս, հորթի, կծու պղպեղներ, ոչ կծու պղպեղներ, կունջուտ, ներողություն արտահայտությանս համար սոխ, սունկի տեսականի, սա ինչ սնկեր են։ Կախասունգ եւ շիտակի տեսակի սունգ, որը որ չորացված ենք միշտ ստանում, արդեն պատրաստի է ինքը։ Սունգ, որ ասում են շիտակ, սա է։ Ձեթ ունենք եւ ունենք տերյակի սոուս։ Եվ սա ինչ է։ Սա ուդոնն է, մեր արտադրամասում է պատրաստում մենակ մեր ռեստորանի համար, ռեստորանների։ Ուդոն սա է։ Այն որ ճապոնական մեկը ձևով կանգնացնում է ասում ապե ուդո ունես։ Դե հանե ասես էսա։ Կամ պետք է ռամենթեն, իմ ուդոն ռամենթենում է։ Так, վերջ, ամեն ինչ տեղում է։ Այո։ Կարող ենք սկսել։ Կարող ենք սկսել։ Շատ բարի։ Էլեն, դուք սիրում եք առհասարակ խոհանոցում։ Թե սիրում եք կառավարել process-ները։ Ես սիրում եմ ուտել։ Ուտել բոլորս ենք սիրում եւ ուտելու ենք։ Հիմա եթե սիրում եք ինչ-որ բաներ անել, կարող ենք խնդրել շեֆ խոհարար ձեզ հեշտ ինչ-որ բաներ։ Օրինակ, սունկը պոկել այսպես։ Կարող եք, չէ՞։ Ես չգիտեմ, պետք է թե չէ, չգիտեմ։ Ես ինչ կարող եմ անել։ Ձեր եղունգները ավելի համապատասխան են սունկ պոկելու համար։ Առհասարակ ինձ թվում է, որ 21-րդ դարում գեղեցկուհիների եղունգները հատուկ դրա համար են արվել։ Եթե ժամանակ ունենում եմ պատրաստել, սիրում եմ այդպես մամային օգնել, փորձել ինչ-որ բաներ ու ստացվում է լավ։ Так, ինչ ուտեստ է սա, Սերոպ մի քիչ պատմեք։ Ծագումը ճապոնական ոճով է, էլի, բայց ձևափոխված, այո, մեր շեֆ խոհարարի ձևով մի քիչ ադապտացված է։ Այո, ձևափոխված սոուսներով եւ արդեն մի քիչ մեր բանջարեղենով, այո, իհարկե։ Պարզ է։ Մեր ռեստորանում շատ պահանջված եւ ցանկալի, այո։ Պարզ է։
Так, Էլեն, սիրում եք ասիական խոհանոց։ Եթե անկեղծ ոչ այդքան շատ։ Ոչ այնքան շատ, ինչքան fast food։ Fast food ինչ օրինակ։ Դե Սովորաբար տղաներն են fast food սիրում։ Չէ, ես էլ Շաուրմա եք սիրում։ Ահա, բուրգերներ, այդպիսի բաներ։ Այո, ես տենց աշխատում եմ ինձ վրա, որ Էլեն, բայց ձեր վրա չէ եղում, որ թե ուղղակի սիրում եք, բայց չեք ուտում։ Ուտում եմ եւ շատ ու այդպես շատ Չի ունեք։ Բայց ինչու՞ է ձեր գաղտնիքը, հա։ Չէ, ես ստուգվել եմ, չունեմ։ Չունեք, բա ո՞նց է դա, որ մարդկա հոտը քաշում է ու վերջ արդեն։ Չգիտեմ, ինպես աղջիկներին ասում են վեդմա։ Վեդմա։ Որ ուտում են, այո, վհուկ։ Ինչու։ Որ ուտում են եւ չի երևում։ Այդքան շատ։ Այսօրվա մեր հյուրը վհուկ է։ Նա ուտում է, բայց իր վրա չի երևում։ Իսկ տանը ինչ եք ուտում։ Տանեցիները չեն ջղայնանում, որ fast food-ի սիրահար եք։ Չէ, մաման փորձում է այնպես անել, որ ես ճաշեր էլ ուտեմ։ Ու մամաս միակ մարդն է, որ այնպես է ապուր սարքում, որ ես սիրում եմ ապուր ուտել։ Այդպես փորձում եմ իրենից սովորել։ Հուսանք որ այսօր սերոպը կլինի երկրորդ այդ մարդը։ Այո։ Բայց սա ապուր չի։ Դե հա։ Ապուր նկատի ունես ջրիկ ճաշ։ Ես սիրում եմ օրինակ կորեական խոհանոցն է, թե չգիտեմ, այդ լապշաները։ Դա կա ճապոնական, չինական, տալիս ենք ռամեների մեծ տեսականի ունենք։ Մեքսիկական խոհանոցն եմ շատ սիրել։ Դեռ չի եղել, որ ուրիշ խոհանոց ավելի հավանեմ, փորձեմ ու հավանեմ։ Так, իմիջիալից եթե պաստա սիրում եք, Del Verde պաստա, իտալական պաստա, իսկական իտալական, կարող ես բերել տուն, հայրիկիդ ասել, պապա, վիզա չունենք, բայց Del Verde ունենք։ Վիզա ունեք իմիջիալից։ Այո։ Հա, դա որ կարաս պապա, վիզա ունենք, Del Verde ունենք։ Կարող ենք դա էլ ունենք։ Մեր պարագայում օրինակ վիզա չունենք, Del Verde ունենք։ Ես սունկի հետ վերջացրի, ինչ անեմ։ Սունկի հետ վերջացրի, կեցես։ Իսկ գիտես ինչի է Del Verde անունը Del Verde։ Ոչ։ Որովհետև պատրաստված է Verde գետի ջրով։ Օ։ Իմացար։ Del Verde իտալական ապրանքանիշը ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Արտադրում է պրեմիում դասի պաստա օգտագործելով միմիայն բարձրորակ հումք։ Verde գետի մաքուր ջուրը եւ իտալական semolina allura հարուստ սպիտակուցներով։ Շնորհիվ ավանդական մեթոդների Del Verde պաստան միշտ պահպանում է սննդարար հատկանիշները եւ հեշտությամբ կլանում է ցանկացած սոուս։ Del Verde պաստաները կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում։ Так, շատ արհեստավարժորեն է սերոպը մոտեցել իր գործունեությանը, շատ լուրջ եւ զուսպ հատուկ դանակ ունի, տես, յուրաքանչյուր սուշեֆ ունի իր դանակը։ Քանի տարի արդեն ռամենտենում եք աշխատում։ Արդեն 3 տարի է, արդեն ինչ մենք Մոսկվայում ենք վերապատրաստվել, եւ ռամեն բրենդը բերել ենք Հայաստանում եւ աշխատում ենք այստեղ արդեն։ Արդեն աշխատում եք այստեղ 3 տարի։ Սիրված ուտես դուք ունեք ձեր ցանցի, որ կոնկրետ դուք օրինակ որպես հաճախորդ որ գաք կպատվիրեք կամ գալիս եք եւ պատվիրում եք։ Որից մեկը է սուդոնա, հա, ունենք նաեւ մեր ռեստորանում հավի մսով, նույն ոճով է պատրաստվում, սոուսներն են տարբեր, էլի կծու քաղցր սոուսներով, բայց հավի մսով։ Ուդո սիրում եք։ Այո։ Բազար այսօր պատրաստում եք մեզ համար ձեր սիրելի ուտեստը։ Շատ բարի։ Էլեն, ինչով ես զբաղվում այս պահին, որտեղ ես զբաղված, զբաղվածությանդ աստիճանը։ Այս պահին խաղում եմ շունչ թատրոնում։ Շունչ թատրոնում։ Շունչը պահած ես խաղում, թե չէ։ Չէ, հիմնականում նորմալ շունչում եմ։ Լիաշունչ խաղում ես շունչ թատրոնում, հասկացա։ 25-րդ ժամը այդպես է ներկայացման անունը, ընտանեկան 25-րդ ժամը։ 25-րդ ժամը։ Դա այն է ինչպես պակասում է բոլորիս կապտեստ։ Այո, ընտանեկան դրամա է ու հենց ընտանիքում այդ պակասող ժամանակի մասին է։ Так, դու ինչ որ դերն ես դու երեխա ես։ Ես դուստրն եմ, այո։ Դուստրն, հա, որտեվ դեռ ինձ թվում է շուտ է որ տանկին խաղաս։ Այո։ Ես դուստրն եմ ու այդպես այդ կոնֆլիկտն է ծնողների եւ երեխաների միջև իրար ժամանակ չհատկացնելու հետ կապված։ Տուրգենևին հիշում եք։ Ձեր տանը կա այդպիսի կոնֆլիկտներ։ Ոչ, որովհետև բոլորիս մոտ է զբաղվածությունը շատ, բայց փորձում ենք հասցնել իրար ժամանակ հատկացնել։ Հələ տես ինչպես են սոխը կտրատում, որ դու անգամ չհասկանաս, որ դա սոխ է։ Մտածես, որ դա պարզապես սոխ չի, ուրիշ բան է։ Ձևավորման համար է։ Ձևավորման համար։ Երև կարմիր սոխն է գնում, որը մեջն է կարամ չօգտագործեմ, բայց համա շատ ուժեղ է լինելու փոփոխության առումով։ Լավ չէ, եթե պետք է
Գնում ենք այդպիսի զոհերի։ Պատկերացրու Ֆորդ Կոպոլան քեզ հրավիրել իր ֆիլմը նկարվել եւ ասում է պետք է ինչ-որ ուտես։ Չախող բիլի ուտես։ Իոսիլյանի հետ սցենար է գրել եւ Չախող բիլի պետք է ուտես։ Ինչ սովորեցիր այն սերիալում, որտեղ որ խաղացել էիր, խոսքը հատուկ դասարանի մասին է։ Ինչ քո հետ տարար ապագա Ամեն ինչ, դա քանի որ իմ առաջին փորձն էր, այդտեղից ամեն ինչ սկսվեց ու դռները բացվեցին, այսպես ասած, այնտեղ ծանոթացա մեր հրաշալի ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ, ով ինձ այսպես բացեց շատ, այսինքն որպես դերասանուհի։ Հա, որպես դերասանուհի, յետին պլանից այսպես բերեց առաջի պլան ու հավատաց իմ ուժերին ու այդպես այդտեղից հետո սկսեց արդեն իմ ճանապարհը։ Կարելի ասել կարիերան։ Այո։ Հիմա նույնպես շատ գոհ եմ։ Մենք հիմա խաղում եմ բացահայտված գործեր հեռուստասերիալում, հենց։ Դու ես ոստիկան։ Ես սովորում եմ, որ ոստիկան դառնամ։ Դեռ ուդո չունես։ Այո։ Արդեն ունենալու ես հեսա։ Հեսա ունենալու ես ուդո։ Так, սովորում ես, որ դառնաս ոստիկան։ Այո, ոստիկանական ակադեմիա։ Երբևիցե երազել ես դառնալ իսկապես։ Ոչ, հիմա մանավանդ նկարանումների ընթացքում, որ տեսնում ենք այնտեղ ակադեմիայում ոնց են անցնում, հա, ես հասկանում եմ, որ չի կարող։ Դա քո համար չի։ Չէ։ Ինչն է ամենադժվարը քեզ։ Ինչը։ Դե կարծում եմ պետք է սենց շատ նվիրվես այդ մասնագիտությանը։ Իսկ յուրաքանչյուր մասնագիտություն։ Դե հա, ուղղակի սու շեֆը, սերոպ եթե նվիրված չէր մասնագիտությանը կարող է լավ։ Հա, ուղղակի այսպես անձնական կյանքն էլ պետք է դնես մի կողմ, ինձ թվում է, եւ այո, ոստիկանների, բժիշկների այդպիսի մասնագիտություններ։ Արսեն, ես ընտրեմ հերոստացույցից այն կողմ գնալ, կամ ականջները փակի։ Հիմա ելնե կպատմիր անձնական կյանքի մասին։ Չէ, ես նկատի ունեմ սոցիալական։ Սոցիալական, ոչ թե անձնական, լավ, Արսեն արի հետ, սոցիալական, անձնական դեռ չէ։ Ուզում ասեմ, նենց չէ, որ եթե դու դառնաս կինո դերասանուհի կամ դերասանուհի առհասարակ արհեստավարժ, այնքան ժամանակ ունենաս անձնական կամ սոցիալական կյանքի համար։ Դե լինում է պլանավորել ինձ թվում է։ Լինում է, լավ, իսկ ոստիկանների մոտ չի լինում։ Ես չկարողացա ճիշտ բացատրել։ Լավ ոստիկաններ մեզ պետք են, որոնք որ իսկապես նվիրված են եւ նվիրյալ են։ Նա դու տես ինչ միս է։ Իմ ու պապայի կռիվը, իմ ջայլոց միշտ դա է, որ ես տավարի միս շատ ուտեմ։ Իսկ դու։ Ես զորով այսքան ուտում եմ։ Իսկ դու ինչ ես գերադասում տավարի մսի։ Հավի միս։ Բուրգեր հավի մսով։ Այո։ Տավարի միս ընդհանրապես չեմ սիրում, բայց ասում են օգտակար է եւ ես փորձում եմ գոնե մի քիչ ուտել, եթե կա ուտեստի մեջ։ Եփող թափողները։ Մի դեպք պատմեմ։ Իմ ավագ դուստրս էլ է շատ սիրում, ուրեմն տարբեր տեսակի ֆաստ ֆուդներ եւ այստեղ շատ է սիրում հունական ֆաստ ֆուդ ուտել։ Ուտում է միշտ, ուտում է, գնում է հասնում է Հունաստան առաջին անգամ, գալիս է շատ ուրախ, մտնում է հունական ռեստորան եւ պատվիրում է իր ուզած, այսպես ասած, շաուրման հունական եւ ինին բերում են շաուրմա, ինքը գցում է եւ հասկանում է, որ դա այն չէ, ինչ ինքը կերել է, որտեվ այն ինչ որ ինքը կերել է, միշտ դա հավի մսով է, իսկ այնտեղ մարդիկ չգիտեն, որ այդպիսի բան է լինում, հավի մսով շաուրմա։ Լինում է կամ խոզի մսով, կամ տավարի մսով, կամ գարան մսով։ Առաջին անգամ եմ լսում։ Բա, իմացիր։ Հիմա դու ես, որ ասում ես, ես ուտում եմ բուրգեր հավի մսով։ Բուրգերը տավարի մսով է դասականը։ Տես ինչ գեղեցիկ միսիկներ է կտրատ է հատուկ քեզ համար։ Շնորհակալ եմ։ Սերոպը, որ դու մի կտոր գոնե կարողանաս ուտել։ Աղջիկների արյան համար շատ լավ։ Արի իսկում մի քիչ հիմա միսիկին ծեծելու։ Դե մենք արգենտինական միսն ենք օգտագործում։ Արգենտինական, այո, ռեստորանում տեղական։ Արգենտինայից ում ես ճանաչում, ամենահայտնի արգենտինացիով աշխարհում։ Հələ մտածիր։ Չգիտեմ։ Գոնե մեկի անունը ասա, լավ։ Չգիտեմ։ Ես գիտեմ, որ տանգոն է արգենտինական։ Տանգոն պար է, մարդ չի։ Իսկ մարդ։ Չէ, մարդ չգիտեմ։ Գիտեմ։ Երևի գիտեմ, բայց չեմ հիշում։ Կամ չգիտեմ, որ նա արգենտինացի է։ Մեսին օրինակ։ Օ, ճիշտ է։ Մարադոնան օրինակ։ Մարադոնան չգիտես։ Մեսին գիտես։ Հա, դե լավ է գոնե։ Գոնե։ Так, հասկացա։ Սա արգենտինական հորթի միս է, պատկերացնում ես։ Այս հորթը ծնվել էր Արգենտինայում, եկել էր Երևան եւ հիմա պետք է դու նրան ուտես։ Երիտասարդ աղջիկները պետք է շատ ուտեն հորթի միս, որովհետեւ սա նաեւ պարունակում է երկաթ, որը որ անհրաժեշտ է
ձեր արյան համար։ Շատ կարևոր։ Տես խեղճացնում են միսիկին, որ լինի էլ ավելի հապուկ։ Նենց եք ներկայացնում, նեղվում եմ։ Նեղվում ես։ Այո։ Համով ուտելու ես։ Սերոբ, մանկուց երազել եք դառնալ խոհարար։ Ոչ։ Ինչ եք երազել դառնալ։ Ոստիկան։ Ես երկար տարիներ սպորտով եմ զբաղվել, լավ նվաճումներ ունեմ, բասկամարտով։ Բասկամարտով։ Այո։ Arm wrestling-ով։ Այո։ Եվ ինչ նվաճումներ ունեք։ Ունեմ Հայաստանի չեմպիոն, Ռուսաստանում եմ մասնակցել Խաբարովսկի կրայում։ Խաբարովսկ, Ճապոնիային մոտ մաքսիմալ մարդը գնացել է այնտեղ հաղթել է, հետո ասել է արա, լավ էլի, զբաղվենք խոհարարությամբ։ Բա հետո ոնց որոշեցիք, որ սպորտը ձեր ժամանակի բերումով չէ, հիմա եմ զբաղվում, հա, բայց այդպես շատ ժամանակ հա չեմ տրամադրում, հիմնական շատ սուղա ժամանակը Երբ հասկացաք, որ ուզում եք խոհարար դառնալ։ Սիրովական միշտ փորձել եմ տունը ինչ-որ sense առիթներին, ստացվել է, այդպես փորձեցի։ Հասկացա։ Հետո շատ ուսումնասիրեցի վերապատրաստումներ, հիմա արդեն Եվ հիմա մարդը աշխատում է Ռամենթենում։ Իմիջիայլոց Ռամենթենը ունի Երևանում 2 հասցե, Աբովյան 5 կոտորակ 2 եւ Սարյան 1։ Ռամենթեն։ Так, Էլեն, արդեն ինչ-որ հեռանկարներ կան, հայտնի ռեժիսորներ, ֆիլմեր։ Առաջիկայում կա, բայց քանի որ այդպես ոչ մի բան հաստատ չի կամ չի կարելի դեռ խոսել։ Կանի փառատոնի մասնակցելու ես, թե դեռ ոչ։ Չես մտածում դες բաների մասին։ Մտածում եմ։ Իհարկե մտածում եմ, այո, միշտ պետք է ձգտել, այո։ Իսկ քեզ համար ինչն է ավելի, այսպես ասած, երազելի, Օսկար ստանաս, թե Կանի փառատոնի այդ ոսկե արմավենին։ Ոսկե արմավենու ճյուղը։ Կարծում եմ երկուսն էլ շատ լավ ձեռք բերում են ու իմ կարծիքով ընդհանրապես մրցանակը չի կարևոր։ Բա ինչն է կարևոր։ Այլ ուղղակի կարևոր է հաճույք ստանալ նրանից, ինչով զբաղվում ես եւ մաքսիմալ հոգի դնել, այսպես ասած, այդ ամենի մեջ։ Այն որ ոստիկանները Այո, պիտի անեն։ Կոմոդ դե ասացիր դա չի ստացի, դու որոշեցիր հոգի դնես կինոյի մեջ։ Կինոյի մեջ։ Շատ բարի։ Մանաս առանց Օսկարի։ Դե եթե լինի լավ կլինի, եթե ոչ Էլենի փայ Օսկարները տվեք Սերոփին։ Հա, բարի Էլենը։ Իսկ Էլենը հոգի կդնի եւ կստանա։ Ինչ ես անում երկեցողությամբ։ Զբաղվում ես, չես զբաղվում, մոռացել ես։ Այո, ես վերջերս ավարտեցի համալսարանը։ Երևանի պետական։ Որը ընդհանրապես այս ոլորտի հետ կապ չուներ, այո։ Դա որ բաժինը։ Եվրոպական լեզուների հաղորդակցություն։ Եվ դու քանի լեզու ես տիրապետում եվրոպական։ 4։ Օրինակ։ Չէ, եվրոպական ֆրանսերեն, անգլերենը չի համարվում, երևի։ Համարվում է, դա Եվրոպայի մաս է անգլիան։ Այո։ Դե անգլերեն, ֆրանսերեն, իսպաներենը մի փոքր ուսումնասիրել եմ, բայց այս պահին մոռացել եմ ամեն ինչ։ Ամեն ինչ։ Buenos dias։ Կարող եմ մի նախադասություն ասել։ Yo como una manzana։ Ինչ է դա։ Ես ուտում եմ խնձոր։ Ոչ սոխ։ Դե Եվան վերևից կամ ներքևից տեսեք միշտ, այո, ես ուտում խնձոր։ Դա է տպավորվել։ Սիրում ես խնձոր։ Շատ, բայց կանաչ։ Բայց կանաչ։ Կարմիրը շատ քաղցր է։ Так, կանաչ խնձոր է սիրում։ Իսպաներեն գիտես մեկ նախադասություն։ Բայց ես հարցից, այսպես շրջանցեցի հարցը, հասնեմ երաժշտությանը։ Այո։ Եվ ես սպասում եի, որ ավարտեմ այդտեղ ամեն ինչ ու արդեն անցնեմ երգին, որպեսզի կարողանամ ժամանակս տրամադրել ամբողջությամբ եւ այս պահին աշխատում եմ առաջին երգի վրա։ Առաջին երգի վրա։ Ձայնասկավառակի չէ, երգի։ Երգի, հիմա ձայնասկավառակներ չեն անում, եթե նկատել եք, այո։ Շուտ ես նկատել եմ, որ անում են։ Հա։ Հա։ Ռոք խմբերը անում են։ Դե pop ժանրի մեջ չեն անում այլևս, ակտուալ չի այդքան։ Այո։ Աշխատում եք ձեր առաջին սինգլի վրա։ Երգի հեղինակն է։ Ես եմ փորձում լինել։ Համ երաժշտության, համ բառերը։ Այո։ Սիրո մասին է։ Այո։ Իսկ ինչ է նշանակում աշխատում ենք, ինչ է, ամեն օր տեքստի վրա։ Դեռ չեք ասել ձայնագրությունը։ Այո։ Տեքստի կեսը գրել եք։ Ահա։ Որտե՞ղ եք կանգնես, կարող ձեզ օգնեմ։ Ինչ որ հանեմ հիմա տեքստը միասին։ Հիշում եք, չէ՞ օրինակ սիրեմ, ինչ որ վերջի տողը ո՞րն է։ Դե, չէ, այդպես չեմ ուզում։ Փակագծերը բացել։ Չէ, կարող է ինչ-որ բան ես ասեմ։ Ինքը այդպես չկողմնորոշված սիրո մասին է։ Այո, որ դեռ չեն ասել իրար։
Հա, այսինքն լռում են դեռ։ Այո։ Խոսում է միայն աչքերը, ականջները եւ այտերը միգուցե օրենք որ այրվում են։ Այո։ Հա, կօգտագործեմ այդ ամենը։ Բայց ես մեկ-մեկ խելացի բաներ եմ ասում։ Օգնեցիք։ Այո, կարմրած այտերը, սիմվոլ է, չէ՞։ Ահա, իսկ սերոպը կարմրացնում է միսը եւ այս սունկը, որի անունն էր ինչ։ Շիտակի։ Չորացված։ Սա հատուկ ստանում ենք դրսից։ Ճապոնիայում է աճացվում է սունկը։ Դու գալիս է դրսից, ֆիրմաներից ստանում ենք։ Դրսից գալիս է ներս։ Չորացված տեսակով, հետո ջրի մեջ հետ ենք բերում։ Հետո դրում եք ջրի մեջ, ինքը հետ է գալի փաստորեն եւ շատ համով բուլյոներ ենք ստանում նաեւ։ Ահա։ Բուլմունքն է բավականին հետաքրքիր։ Ինչ որ տենց տրուֆելոտ հոտ ունի։ Տրուֆել սիրում ես։ Ոչ։ Լավ, էլի։ Հրաշալի բույր է տարածվել արդեն տաղավարում ու վստահ եմ, որ ուտեստը շատ համեղ է լինելու։ Եփող թափողները։ Իսկ մենք դրսից ստացել ենք իտալական բնական հյութեր։ Այո, սառնարանում փակցրել եմ նրանց, որ սառը մնան։ Թար մտքերով, առանց կոնսերվանտների, սա օրինակ անանաս է։ Հուսամ սիրում ես անանաս։ Դժվար է Էլենի հետ։ Ես գիտեի հեշտ եմ, բայց տարբերակ։ Ուրեմն ունենք նարինջ, տրոպիկալ է, որի մեջ էլի կա անանաս։ Նարինջ սիրում ես։ Նարինջ, այո։ Նարինջ, օքեյ։ Ես պարզ մարդ եմ։ Քանի որ դու բացի սոխից չես սիրում այլ անանաս։ Գիտեք ոնց ուտել սիրում եմ, բայց հյութ չէ։ Այդպիսի բաներ կան։ Այդ вариации лав анекдот ունի պամիդորի մասին, ասում է, գիվի ես, մատի պամիդոր լուբիշ, ասում է, կուշը դա, так нет, հիմա քոննա, այո, լավ, հիմա դու սա հաստատ սիրում ես, նարինջ, շատ բարի, ուրեմն խմում ենք նարինջի հյութ, փնտրեք լավագույն սուպերմարկետներում այս հիանալի հյութերը, ստերիլ գարդա, անունն էլ է, ասեք կոնե ինգրիդիենտները ես փոխանցեմ, զգամ մի բանով օգնել եմ։ Դու ինչ գեղեցիկ գույն է, տես։ Այո։ Գնահատիր։ Նկարում ես։ Նկարում։ Այո։ Ոչ, միշտ երազել եմ։ Միշտ երազել ես, բայց երբեք չես նկարել։ Չեմ կարողացել գեղեցիկ նկարել։ Այ papan հրաշալի է նկարում։ Կամպայմա չի գեղեցիկ նկարել, հիմա նենց չի որ բոլորը գեղեցիկ են նկարում, բայց։ Դե լավ։ Թող բոլորի երազանքները կատարվեն։ Այո։ Լավն է, չէ։ Շատ համեղ է։ Բնական նանջի հյութ։ Հասկացանք papan գեղեցիկ է նկարում, բայց դու էլ կարող ես։ Փորձել եմ, չի ստացվել։ Papan նման գեղեցիկ չի ստացվել։ Հա, հետո հասկացա, որ նյարդայնանում եմ եւ ավելի լավ է էլ չփորձեմ։ Էլ ինչ ես փորձել, որ չի ստացվել։ Եկեք հիշեմ։ Ձի քշել ես։ Ձի շատ եմ սիրում քշել, հա, շատ լավ է ստացվում, այո։ Տակ, ահա։ Նույնիսկ եղել է դեպք ձիուց ընկել եմ, բայց մնացել եմ ձիու վրա, պահել եմ ինձ ու այդտեղ ձիուց ընկել ես, բայց միջև վերջ չես ընկել, դա կոչվում է, ոչ թե ձիուց ընկել։ Ձին է ընկել։ Ձին է ընկել։ Այո, ես իր վրա։ Այո, իզուզիմ։ Այո։ Ոտքը չես ջարդել։ Չէ։ Ապրես։ Այսպես մնացել եմ։ Այդպես ձին շշմել էր։ Այո, փորձում եւ այդտեղ այդ մարդը որ օգնում էր ձիավարը, հա, շնորհակալություն։ Ձիավարը որ ուղեկցում էր ինձ, ասաց որ հանգիստ կարող եմ գալ դասերի եւ ավելի վարպետանալ։ Իրականում յուրաքանչյուր դերասանուհի ինձ թվում է պետք է կարողանա տարբեր բաներ անել։ Տարբեր բաներ, սուսերամարտ, ձիգշել, երգել։ Դուք դրանից եք խոսում, ես լողալ նույնիսկ լավ չգիտեմ։ Եվ այս վերջերս մեր հեռուստասերիալում այդպիսի տեսարան կար, որ պետք է այդ կուրսեցիներով բասեին թռնենք, լողավազան թռնենք ու այդպես Ես վախենում էի շատ, հետո պարզվեց, որ ես կարողանում եմ լողալ։ Այո, որովհետև խորն էր եւ ես մտածում էի կխորտակվեմ, բայց կարողացա։ Այո։ Դե քանի որ այստեղ ես, բազում չխորտակվեցիր։ Այո, ինձ հզոր եմ զգում։ Այսինքն որ պետք է տեսախցիկ։ Երբ որ կա տեսախցիկ, դու կարող ես լողանալ, նկարել, լողալ, այսինքն որ լողանալ առանց տեսախցիկի։ Փորձեմ տարբեր բաներ եւ կստացվի, այո։ Ահա, հասկացա։ Так, ուդոն փաստորեն այդպես տապակվում է, հա։ Արդեն պատրաստի է ինքը, իր խաշման process-ը, եփման process-ը 10 րոպե է տևում։ Եվ համեմում ենք սոուսներով եւ համեմում ենք իր սոուսով, հենց ծերյակի ոգ կոչված սոուսով։
Հոտը շատ լավն է։ Այո, բուրմունքը շատ իսկ ինչ որ աղ, պղպեղ։ Չէ, սոուսի մեջ ամեն ինչ կա իրա, կծու քաղցր սոուսա ինքը։ Արդեն շեֆ խոհարարի կողմից ձևափոխված ոչ։ Սա փաստորեն ունիկալ ուտեստ է, երբ որ կարելի է չօգտագործել մառանիկը։ Մնացած բոլոր դեպքերում մառանիկը պետք է օգտագործվի, որովհետև մառանիկի համեմունքները աշխարհի ամենահամեղ համեմունքներն են։ Եվ միգուցե շեֆ խոհարարը հենց այստեղ օգտագործել է ինչ-որ համեմունք մառանիկից։ Բացի համեմունքներից, մառանիկը նաև ներկայացնում է ձավարեղենի լայն տեսականի։ Մառանիկը առաջարկում է ձավարեղենի և համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաև իմ սիրելի զիպ հնգյակը, սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի և օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր և կծու և իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը և որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է էլ ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Ես միշտ ես պտտելուց եմ զարմացել, ոնց են անում, որ մնում է։ Պետք է սովորես, զարմանալ պետք չի, պետք է ուղղակի աշխատես։ Չէ, ես կարող եմ ուղղակի գտալու։ Հա, բայց տենց սիրուն է, չէ։ Պատկերացրու, որ ինչ-որ սերիալում պետք է խաղաս այդպես առավոտյան արթնանաս եւ պատրաստես հայրիկի համար ձվածեղ։ Այդպես եւ պետք է այդ կամ բլինչիկ հայերեն ոնց է։ Բլիթ։ Այո։ Բլիթ։ Նրբա բլիթ։ Так, իսկ ինչ ես անում, երբ որ ազատ ես, օրինակ ազատ ժամանակ ունես եւ կարող ես տրամադրել քո սիրված ինչ-որ բան։ Դե կարդում եմ շատ։ Ինչ ես կարդում հիմա։ Այս պահին դետեկտիվ ժանրն է ավելի հետաքրքրում, կարդում եմ Լռակյաց հիվանդը։ Բոլորը ով եկավ ստե Լռակյաց հիվանդից է խոսում, այո։ Դե Բեսթսելեր է սա։ Բեսթսելեր է, այո, բայց պրիմիտիվ բեսթսելեր չէ, շատ լավ, հետաքրքիր է։ No, արդեն մոտավորապես 80-րդ էջից հասկանում ես վերջին։ Հա, ես դեռ 200-րդ էջն եմ չեմ հասկացել։ Okay, լավ, ես քեզ չեմ պատմում ինչա։ Լավ, շնորհակալություն։ Ֆիլմ էլ կա։ Իսկ որ գույն եք սիրում, ներողություն։ Որ գույն ես սիրում։ Ստեղ չկա այդ գույնից։ Նարնջագույնն է իրենց։ Ես արդեն մտածում եի ասել։ Ահա։ Եվ դե ֆիլմ եմ շատ դիտում, քանի որ պետք է ինձ դա։ Так, ինչ ֆիլմեր ես սիրում դիտել։ Լավ, արի խորհուրդ տուր մեր հեռուստադիտողին 3 ֆիլմ եւ 3 սերիալ։ Շատ լավ։ Քո խաղացած սերիալները չէ, բացի։ Հասկացա։ Դրանք པարզ է։ Լավ, Game of Thrones։ Game of Thrones։ Չնայած դա երևի բոլորը նայել են։ Ոչ, կան մարդիկ, որոնք որ դեռ չեն բացահայտել իրենց համար այդ հրաշք Մարտինի աշխարհը։ Այո։ Euphoria։ Euphoria, так, ահա։ Ինչ լեզվով ես դիտում, անգլերեն։ Անգլերեն։ Okay։ Սուբտիտրներով, բայց անգլերեն։ Բայց անգլերեն։ Так։ Եվ վերջերս իսպանական Netflix-ի սերիալ եմ նայել Ни одной больше։ Ни одной больше։ Դալը դետեկտիվ ժանրի։ Չէ, ինքը դրամա է։ Դրամա է։ Բռնության մասին։ Բռնության մասին։ Так։ Ուտեստը պատրաստ է։ Ուտեստը պատրաստ է։ Ահա, դե ուտեստը պատրաստ է։ Այստեղ մենք դնում ենք բազմակետ եւ մեզ գալու է օգնության Mr. Gin-ը, որ այստեղ ամեն ինչ մաքրի։ Իսկ հետո մենք փորձենք այս հրաշք ուտեստը։ Mr. Gin իր օգնականների հետ խնդրեմ, եկեք։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. Gin-ը իր լվացող, մաքրող եւ աղտահանող միջոցներով։ Իդեպ Mr. Gin-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. Gin ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ 3 գին ու գավաթ, 3 մարդ, 1 ափսե հիանալի ուտեստ։ Ես արդեն զգացել էի։ Վայ չուտողին։ Ինչպես ասեց վերջին սամուրայը։ Ինչ գինի եք նախընտրում։ Սպիտակ։ Սպիտակ։ Ես աշխարհի ամենատգեղ սոմելիեն եմ, գրում եմ վերել սպիտակ գինին։ Ֆրուզիկ լեգենդար սպիտակ գինին է սա, Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից են պատրաստում։ Հիմա բացենք։ Երեն, կարող ես պատարակաղներ հանել այդտեղ։ Ահա։ Տես մի բան գոնե արա։ Այո։ Այո։ Ահա։ Գինին բացում ենք։ Այս ձենն եմ սիրում։
Էլեն, տես, ինչ ենք անում։ Եվ ոչ մի կաթիլ թշնամուն։ Միայն հարազատներին և բարեկամներին։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու և կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր և սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու և կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Так. Սերոբ։ Էլեն։ Դե ինչ։ Մաղթում ենք քեզ Օսկարներ, Արմավենի ոսկու, ուրեմն ճյուղեր, արծաթե արջուկներ, էլ ինչ, արտավազներ և մնացած լավ բաներ։ Եվ կարևորը դու անես այն ամեն ինչ որ անում ես հոգով, սրտով և սիրով։ Դե ռամեն թենել կա ու կա։ Հիմա փորձում ենք։ Էլեն, խնդրեմ։ Այնպես վերցրի դանակը, ոնց որ օգտագործելու եմ։ Դու կարող ես օգտագործել։ Պետք է աշխատես ինչ որ ափսեի մեջ կա, միանգամից մեկ կտորի վրա ունենաս։ Դե արտահայտվիր, խնդրեմ։ Ինչ։ Հրաշք է։ Так։ Հրաշալի է։ Հրաշալի է, սունկը։ Կա։ Էս սունկը։ Հաճելի կծույա, չէ։ Այն կծույը չէ, որ մեռնում ես։ Ու տավարի միսն է շատ փափուկ, ինչը շատ հաճելի է։ Հասուն սենց կուտես։ Սենց որ լինի միշտ կուտեմ տավարի միս։ Արսեն, ես չգիտեմ դու կարող ես այսպես պատրաստել, թե չէ, բայց գիտեմ որտեղ կարող են պատրաստել։ Կարողանում է։ Ռամեն թեն։ Բայց ինչ ես պապային չարչարում։ Ինքն է ուզում։ Այդպես պատրաստում է մեկ-մեկ։ Սիրում է չարչարվել փաստորեն։ Այո։ Չէ, դուք եք երեք։ Թե չէ մենք կուտենք լավ, դες բարձ մնա։ Շատ եմ փորձել։ Հոգնել եք արդեն ես ուտես։ Չէ, չեմ հոգնել, բայց այնքան համով է իսկապես։ Հələ բա այս փորձին։ Ուդոն դիփորձես։ Այսպես համ։ Ոյ։ Ուդոն պատրաստում ենք հենց դուք ձեր մոտ, չէ՞։ Մեր արտադրամասում է պատրաստում մեր ռեստորանների համար միայն։ Ճապոնական ոճով։ Շատ համեղ է, ես հիացած եմ։ Տավարի միսն էլ շատ փափուկ էր ու այսպես սենց չգիտեմ, շատ համեղ էր, դուրս եկավ։ Հիացած եմ։ Հիացած ես, տես։ Այո։ Սա էլ ռամենթենի պինգվինն է, տես։ Հարց չի ծակում, ինչի ռամենթեն և պինգվին։ Ծակում է, ուղղակի։ Հարց ու սերոպից։ Ինչու պինգվին։ Սերոպ, կարող ասել որովհետև։ Այդքանը։ Սիրարվածների մուտքը արգելված չի։ Օ։ Սիրարված պինգվին, չէ։ Ահա։ Բայց կարող է սերոպը իր տարբերակ ունի, սերոպ, ասեք։ Ինքը ռեստորանի լոգոն է, որը որ թե Մոսկվայում որ ունենք ռեստորանում, թե Հայաստանում տարբերվող, թե լոգոները հիշվող ու տարբերվող տեսակն է, թե իր գույներով, թե իր տեսակով։ Շատ լավ։ Անջատեք հարց դեմ։ Եփող թափողները։ Շատ համեղ էր ուդոն, եթե դուք ուզում եք այդպիսի ուդո փորձել, պետք է ինչ անել, պետք է գնալ ռամեն թեն եւ այնտեղ կամ սերոպը, կամ սերոպի ինգերները ձեզ անպայման այդ ուդոյով կհյուրասիրեն, չէ՞։ Իհարկե։ Շնորհակալություն։ Սերոպին, շնորհակալություն Էլենին, Էլեն ջան, սանավերները Մարանեկի կողմից, Միստեր Ջինի կողմից եւ իհարկե Սովրանո ընկերության կողմից, այստեղ ունես այսպիսի լապշա, հյութ եւ սոուսներ։ Անչափ շնորհակալ եմ։ Ինչպես կասեր ով
Պարոն Տերտերյանը, կոմպոզիտոր, Жизнь удалась։ Այսօր այսքանը կհանդիպենք Շանթի եթերում եւ լսեք Էլենին, լսեք, նա ասաց այսօր շատ կարեւոր բան, եթե ինչ-որ բան անում ես, պետք է անես այնպես, որ ամբողջ հոգիդ դրան տաս։ Եփող հապողները